ասեմ, որ Բարգավաճ Հայաստանը երկար է մտածել և քննարկել սահմանադրական բարեփոխումների կողմ քվեարկելու ուղղությամբ, տեղի ունեցել խմբակցության նիստ և նիստում որոշում է կայացվել քվեարկել կողմ սահմանադրական բարեփոխումների։ Մենք այսօր էլ ենք ասում, որ մեր երկրում կան տարբեր խնդիրներ և արտագաղթ և խնդիրներ, որոնք պետք է լուծել, և տնտեսական պրոբլեմներ, և որևէ մեկը մեզանից չի ասել, որ այդ խնդիրները լիարժեքորեն կապված են սահմանադրության հետ։ Պարոն Մելքումյանն ասել է, որ նաև կապված է սահմանադրության հետ, այո, նաև, բայց այդ նաև-ի մեջ կան բազմաթիվ կետեր և բազմաթիվ խնդիրներ, որ եթե ուշադրություն ենք դարձնում կառավարման մոդելի փոփոխությանը, ուշադրություն ենք դարձնում այն առաջնահերթություններին, որոնք մեր երկրում տեղի են ունենալու որպես փոփոխություն, մենք գտնում ենք, այո, որոշակի դրական տեղաշարժ, ինչու չէ, նաև ձեր նշած ոլորտներում կարող են տեղի ունենալ։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, եթե մասնակցում է ինչ-որ գործընթացի, երբևէ չի կարող լինել դիտորդի դերում։ Եվ ես պատահական չասեցի, որ մենք չենք կարող լինել պահկված կամ ոչ հրապարակային գործունեության մեջ։ Մենք չենք կարող մի բան ասել, ուրիշ բան անել, դա մեր ոճը չէ։ Եթե մենք ասելու ենք այո և կողմ ենք լինելու, բնականաբար, մեր ամբողջ կուսակցական կառույցները, մեր կուսակցական համակիրները, մեր ամբողջ էլեկտորատին, մենք հանդիպելու ենք և բացատրելու ենք այոյի կողմ լինելու մեր մոտեցումները և բացի դրանից մենք նաև բացատրելու ենք, թե ինչ է սպասվում մեզ ապագայում, այսինքն ինչ կետեր են պարունակում նոր սահմանադրություն, ինչ կետեր են պարունակում, որ ավելի դրական է լինելու մեր երկրի համար և մարդիկ պետք է դա իմանան, չէ՞ որ դա արդեն երկրորդ էտապն է, որին մենք պետք է մասնակցենք։ Ես անձամբ այսօր էլ մասնակցում եմ, հանդիպում եմ տարբեր մեր ընտրողների հետ, քաղաքացիների հետ, մենք տարբեր ժամանակներում օրվա բանավեճեր ենք անցկացնում, քննարկումներ և իհարկե դա նորմալ և բնական կուսակցական գործունեություն է, հասարակական գործունեություն է, որից մենք չենք կարող խուսափել և պետք է խուսափենք։ Ինչ է նշանակում խմբակցությունը կողմ լինի կամ դեմ լինի և ընդհանուր հանրային կյանքի Հայաստանի խորհրդարանի երկրորդ մեծությամբ կուսակցությունը չմասնակցի ուրիշ բանի, դա մի քիչ արդեն կարծում եմ ճիշտ չի լինի։ Ինչ վերաբերվում է ապագա այդ կեղծիք ասածին, եկեք թող գա հանրաքվե, եթե հանրաքվե կլինի, հանրաքվեի ժամանակ կեղծիքներ կլինեն, խնդիրներ կլինեն և Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի մասնակցի, չի պայքարի ընդհանուր ֆորմատում այդ կեղծիքների դեմ, այս ժամանակ ձեր հարցը արդիական կլինի և ես որպես քաղաքական գործիչ կպատասխանեմ այդ հարցին։ Այս պահին ես կարող եմ վստահեցնել մեկ բան, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը միշտ կանգնած է եղել մեր հասարակության կողքին բոլոր մակարդակի ընտրություններում և ձեր մեղադրանքների հետ ես համաձայն